Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում ասել է, որ Հայաստանը չի նախաստորագրի ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ նոյեմբերին կայանալիք Վիլնյուսյան գագաթաժողովում։ Այդ մասին նա ասել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ավարտին։ Նա նշել է, որ Եվրամիությունը մտադիր է ստորագրել ասոցացման պայմանագիրը Ուկրաինայի հետ և նախաստորագրել այն Վրաստանի և Մոլդովայի հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել համաձայնագիրը, որի շուրջ մենք բանակցել ենք 3.5 տարի։ Հանձնակատարը նաև անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերին։ Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին դեպքերի կապակցությամբ և կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ միջոցներ ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Շտեֆան Ֆյուլեի խոսքով ինքը Հայաստան է եկել, որպեսզի հասկանա հայ գործընկերների մտադրությունները, ցանկությունները և նախընտրությունները։ Եթե վերջիններս ցանկանան ձևավորել մի իրավական շրջանակ, որը ավելի առաջ կտանի, քան ներկայումս գործող գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, Եվրամիությունը ուրախ կլինի աշխատել այդ գործընթացի շրջանակներում, ասել է հանձնակատարը։